2025 թվականից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով։ Փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դրույքաչափը 10% է սահմանվել, սակայն տնտեսվարողներն իրենց կողմից կատարված փաստաթղթավորված ծախսերի հաշվին ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն ունեն։ Կատարված փոփոխությունների արդյունքում առևտրական գործունեություն իրականացնող տնտեսվարողները շրջանառության հարկի գումարը կարող են նվազեցնել ապրանքների սկզբնական արժեքի, վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ի չափով, ինչ է սա նշանակում, որ 10% շրջանառության հարկի փոխարեն իրենք կարող են վճարել ավելի քիչ հարկ, ընդհուպ վճարման ենթակա հարկը նվազեցնելով մինչև շրջանառության 1%։ Դիցուք, եթե առաջին երամսյակում առևտրական գործունեությունից ստացված եկամուտը տնտեսվարողի մոտ կազմել է 6 միլիոն դրամ, ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքը 4 միլիոն դրամ է, իսկ այլ ծախսերը 1 միլիոն դրամ, ապա առաջին երամսյակում ծախսերի 9.5% նվազեցման արդյունքում շրջանառության հարկը 600.000 դրամի փոխարեն կկազմի 125.000 դրամ։ Սակայն պետք է հիշել, որ շրջանառության հարկի նվազագույն չափը եկամտի 1%-ից պակաս չպետք է լինի, այսինքն նվազեցումից հետո տնտեսվարողը շրջանառության առնվազն 1%-ը պարտավոր է վճարել որպես հարկ։ Իսկ առքուվաճառք իրականացնող տնտեսվարող որ ծախսերը կկարողանա նվազեցնել։ Նախ եւ առաջ վերջինս կարող է նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ապրանքների սկզբնական արժեքը, որն ընդգրկում է ապրանքների ձեռքբերման գինը, տեղափոխման ծախսերը, չփոխհատուցվող հարկերը եւ ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսեր։ Բացի այդ, տնտեսվարողը նվազեցնելու հնարավորություն ունի նաեւ փաստաթղթերով հիմնավորված վարչական եւ իրացման ծախսերը, մասնավորապես աշխատակիցների աշխատավարձերը, տարածքների վարձակալության եւ կոմունալ ծառայությունների վճարները, տրանսպորտային միջոցների վարձակալության եւ վառելիքի ծախսերը, ինչպես նաև մարքեթինգային, հաշվապահական, իրավաբանական ծառայությունների կամ խորհրդատվությունների համար վճարվող գումարները։ Ծախսերի մեջ կարող են ներառվել նաև պոստտերմինալների միջնորդավճարները եւ ՀԴՄ սարքերի սպասարկման վճարները։ Իդեպ օրերս ՊԵԿ-ն ամփոփել է առքուվաճառք իրականացնող տնտեսվարողներին ուղղված աջակցության ծրագրի առաջին երամսյակի արդյունքները։ Վճարված շրջանառության հարկի եւ նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով գումար եւ լրացուցիչ աջակցություն ստանալու համար ոլորտի ներկայացուցիչները պետք է դիմում ուղարկեն կոմիտե եւ բավարարեն որոշ չափանիշների։ Առաջի երամսյակի ամփոփված տվյալներով ասեմ, որ աջակցության ծրագրից օգտվելու համար պետական եկամուտների կոմիտեը դիմել է 106 տնտեսվարող, ՊԵԿ-ը ուսումնասիրել է բոլորի դիմումները, նրանք, որոնք որ բավարարել են կառավարությամբ սահմանված պահանջներին, իսկ դրանք թվով 71 տնտեսվարողներն են, նրանց համար հաշվարկվել է եւ վճարվել է աջակցության գումար շուրջ 30 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ երկրորդ երամսյակի համար աջակցությունից օգտվելու համար առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները դիմումները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև օգոստոսի 1-ը ներառյալ, չմոռանալով դիմումին կից ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Խթանելով հարկատուի կողմից ծախսերի պատշաճ փաստաթղթավորումը, նոր կարգավորումներով հնարավորություն է ստեղծում ձևավորելու առավել թափանցիկ եւ օրինական հարկային միջավայր։